Վարամ Սիմոնյան, Խանջան 7 շենքի 37 բնակարանի բնակիչ։ Մի տարի առաջ այս մարդիկ գերակաշահի անվան տակ այս շենքը Բաքի հետևում գտնվող շենքը սկսեցին կառուցել։ Մեկ շաբաթվա ընթացքում մեզ պատճառել են լիքը վնասներ, անհանգստություն, ամեն օր տանը հող են կավլել, ամեն օր ստիպված ենք եղել իրանց դիմել, ոչ մի պատասխան, դիմել ենք քաղաքապետարան, դիմել ենք վարչապետին, դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին։ Պատասխանը եկել է, որ ինչ-որ մի հատ տուգանքի տակ են դրել մի 50,000 դրամ եւ այս վիճակը շարունակվում է մինչեւ այսօր։ Մեր բնակարանների, խոհանոցների, սալահատակները լրիվ ավերված վիճակում են։ Նույնը Բաղնիքում, նույնը վերևից մինչեւ ներքև, առաջին արկ, պատի ճակերը մատի հաստությամբ են հասնում։ Այս մարդիկ չեն ուզում ոչ գան մտնեն, ոչ տեսնեն։ Առաջին հերթին իրանք խախտել են քաղաքաշինության 6-րդ հոդվածի 4-րդ կետը։ Այսինքն, իրանք պարտավոր էին մինչև շինարարություն սկսելը պայմանագրեր կնքել բոլոր հարակից բնակիչների հետ, որ հնարավոր վնասների դեպքում նրանք փոխհատուցում տան։ Այդ պայմանագրերը ոչ մեկի հետ չեն կնքել եւ շարունակում են, շաբաթ կիրակի օրերն աշխատում են։ Մենք ամեն անգամ բարձրաձայնում ենք, գոռում ենք, կռիվ ենք անում, որ դադարեցրեք աշխատանքը, չեն ջրում։ Մի հատ բեռնատար չեն բերում ջրով, որ կարողանան այդ ճանապարհները ջրեն, որ այդ փոշին չլցվի մեր տները։ Տեսեք հիմա որ նայեք, ոչ մի ցանցեր չկան շենքի վրա, նույնը մյուս տեղերում։ Այդ վերևի տաշած քարի փոշին լրիվ գալիս լցվում է բնակարանները։ Սենց չի կարելի։ Մենք երեք ճանապարհը փակել էինք եւ կաթվածար էինք արել իրան շինարարությունը եւ այսօր էլ ենք փակելու, չենք թողելու մտնեն։ Մինչեւ պատկան մարմինները չգան ու չստիպեն, որ մեր վնասները հատուցեն։ Այդքան բան։ Դուք ասացիք, որ դիմել եք, հա, պատրաստ։ Անպայման բոլորին այսա փաստաթղթերով կան, նկարներով կան, վարչապետին ուղղված նամակը կա, արդարադատության պատասխանը կա, ամեն ինչ էլ ունենք մենք։ Ոչ մի բան, պարզապես հիմա վերանայում ենք գերակաշահից, մենք չգիտենք էլ, որ գերակաշահի տակ են դրել։ 2022-ին դրել են գերակաշահի տակ ու ոչ մեկին տեղյակ չեն պահել։ 24 թվին նոր իմացել ենք, որ գերակաշահը մեր բազմաթիվ դիմումներից հետո պարզվեց, որ ըստ երևույթին գերակայի ժամկետն անցնում էր, դրա համար իրանք որոշեցին հանել գերակաշահից։ Բայց այն ժամանակ ուրիշ էր, եթե գերակաշահ էին ճանաչում եւ գալիս էին, ասում են քո հաշվին դեպոզիտ ենք նստեցրել եւ դու կարող ես չհամաձայնվել եւ դատական կարգով հարցը լուծել։ Հիմա արդեն դրիվ իրավիճակը փոխվել է, հիմա գերակայից հանել են, նոր հիմունքներով ուզում են գերակաշահ ճանաչեն, որ այլևս չկարողանաս դատարան դիմել։ Եվ շուկայական արժեքից ավելի ցածր գներ են առաջարկելու եւ սա փաստ է եւ խնդրում եմ արձանագրեք։ Շենքը վթարային չի, պարզապես ուզում են սարքեն վթարային, որ վաղը կոպեկներով կարողանան բնակիչներին դուրս մղել այս շենքից։ Այսքան բան։ Հիմա մենք չենք թողելու, որ իրանք աշխատեն, մինչեւ մեր հարցերը չլուծեն։ Ջրերը շենք մտնող ջուրը հիմա դուք կնկարեք, շենք մտնող ջրից իրանք բեռնատարներ են լվանում ամեն օր։ Նկարները ունեն, քաղաքապետարանի թեժգից ուղարկել ենք, երեք էլ նորից այդքանից հետո նորից դրել սեփական ավտո են լվում։ Լվանում են մեր շենք մտնող ջրից։ Իմ անունը Կարինե է։ Կարինե։ Այս 707 շենքի բնակիչներից է։ Դուք ինչ կա։ Երկու եք այսօր եկել օկուպացիայի ասենք։ Շենքը քանդվում է։ Ինձ շենքը արտակարգ ամուր շենք է, շատ։ Դուք պատկերացնում եք, ես նայում եք այս ճանապարհը, այսքան տեղա չէ, 3 մետր չկա։ Ու ցեմենտավոզները, այն մեծ մեքենաները, որ շվիլյորները տանում են, դուք պատկերացնում եք, մեքենա կես ընդեղ է, չի երևում։ Երկարությունը, ծանրությունը, շենքը դղրդում է, տպավորությունը երկրաշարժ է։ Երեխաների խաղալու տեղը դա նոնսենս է, դուք կարաք նայեք, նկարեք։ Եկեք ցույց տամ։ Նայեք, ստեղ փակա։ Դե երեխա հանի, ստեղ երեխա կարամ հանեմ խաղա։ Կամ կայլասկա դնեմ, կարամ։ Չէ, դուք ասեք, որտեղ դնեմ կայլասկեն։ Ստեղ, թե ստեղ։ Եթե դուք նկարել եք նույն վիճակը այն կողմի վրա է, բնականաբար նույն։ Երեխուն հանում են, որտեղ ասեմ, մի հատ գնդակ խաղա։ Այսքան տեղը հեծանիվ քշի, կամ կայլասկեն որտեղ դնեմ երեխուս։ Առավոտ 8:30-ից 8-ից 7-ից 10 պակասից այդ ձեներն է, մինչև ժամը 6-ը, չէ, 7-ը, նայած օր, բայց вообще 6-ն են աշխատում, չէ, սա հանցագործություն է, իրոք պատերը փլած, կապետ մետլախը ճակած,
մարդկանց, ահա որ վիճակը, պատերը կիսում է, չեք կարում, երկրաշարժ է այս շենքը, օրենքով թույլ են տվել, որ շենքը քանդեն, օրենքի մեջ խանձյան 7 շենքը քանդի, օրենքի մեջ, օրենքի մեջ ասելա, նայ, այսքան տեղի մեջ դու պես շենքը սարքի, այս ժողովրդի տուպիկ, ասում եմ նորից եմ ասած, լավ երեխուն որտեղ տանեմ խաղա, տանեմ դիմացի մայթը, թե տանեմ կոմիտաս, ստեղից խանջանից կոմիտաս, որ խաղա, չանեմ ես, չմնացել ենք տուպիկ, վաղր եմ ավաժականը, որ քանդում են, դուք պատկերացնում եք այդ ծուխը, փոշին, այդ որ գալիս են քանդում են հիմքը գցելու համար, շենքը սենց է անում, դուք այս շենքի որ գցում են քարերը, ամեն մի քարը շենքի չափ էր, իսկ այդ քարը հանելը դուք պատկերացնում եք ինչ պիտի քանդեն։ Ձեր պահանջը ո՞րն է, ինչ պահանջում եք։ Ինչ է պահանջում, որ չմտնեն ստեղով դուրս գան։ Իմ պահանջը էդ է, որ մեզ թողեն հանգիստ կնենք։ Պատերը փլում է, շենքը կնստացնեն, ամուր շենքը։ Թող ստեղ ուրիշ ճանապարհ գտնի, ուրիշ ճանապարհով գնա։ Ես չեմ ուզում ստեղով ինքը մտնի։ Գեղամ Ավալյան, շենքի բնակիչ, այստեղ ծնվել, մինչև հիմա էլ այստեղ ապրում եմ, 61 տվից սկսած։ Շատ ահավոր վիճակ է, մենք իրանց գնացինք ընդառաջ եկան, խոսացին, զրուցեցինք, պայմանավորվեցինք, ոնց որ ասում են փափուկ բարձ դրին գլխներիս տակ, քողին գնացին, սպասին, այսօր վաղը շինարարությունը արին, վերջացին, հիմա բանի տեղ չեն դնում, սկսած խմելու ջրից, շենք մտնող ջրից օգտվում են, իրանց համար ջուր չեն քաշում առանձին, մենք էլ հենց իրանք ջուրը բացում են, շենքը ջուր չի մտնում, չի բարձանում։ Պլյուս նրան բեռնատարները անցնելուց ամբողջ շենքը ցնցվում է։ Շենքի մեջ տները մտնեք տեսնեք, ամբողջը արդեն ճաքեր է տվել։ Ինչ ասեմ, երևի ուզում են հասցնեն այն բանի, որ մարդիկ թքեն ամեն ինչի վրա, ասեն թողենք գնանք ստեից։ Էտա։ Ուղղակի այս հարցին լուծումը պետք տալ, որտեղ ոչ մեկի պետքը չի։ Շինարարը հասկանում ենք, շինարարությունն է, պետք է արվի, ավարտին ասվի։ Մենք էլ ենք դա հասկանում, պետական ծրագիր է, բայց կողքը շենք կա, պետք է շենքի բնակիչներին սկզբից ապահովեին, հետո իրանց գործը անեին։ Այդքան բան։ Շենքի վիճակի մասին արդեն պատկերացում կազմեցիք, հիմա եկեք շենքի ներսում տեսեք ինչ է կատարվում։ Այս ինչ որ ես ասում եմ, այս բոլոր բնակարաններում այդ վիճակը առկա է, պարզապես փոքրիկ երեխա ունեն, չեմ կարող դուրս ծեծել, որ բացեն։ Խնդրեմ, հայք։ Համեցեք։ Տեսեք չեմ ասում, սենյակը մեծ, պատշկամբը, նոր վերակառուցած ռեմոնտարած տունը, խնդրեմ, պատերը նայեք, հատակը նայեք, շատ խոսակցություններ են պատտվում, բայց քանի որ փաստացի մեր ձեռքին չկա թուղթ, որը ապացուցի, մենք գիտենք, որ պաշտոնյաներից շատերը այստեղ եւս բնակարաններ ունեն։ Օրինակ Ավինյանի անունն է շրջանառվում, որը այս թաղի տղա է եղել, եւ ոչ մի անգամ մի հատ չի եկել տեսնի իր նախկին թաղեցիների հարցերը ոնց են լուծում կամ ինչ է կատարվում հարևանների հետ։ Որովհետեւ մեզ ասած տվյալներով ինքն էլ այստեղ բնակարաններ ունի, ինքն էլ այսպես ասած փայ ունի ըստ երևույթին։ Ես չեմ կարող դա ապացուցել, բայց անցող կրակ չի լինում, էլի։ Այդ դրա համար էլ եւ քաղաքապետարանը ոչ մի բան չի անում, եւ վարչապետին ենք դիմել, եւ քաղաքապետին ենք դիմել։ Միայն պատասխան նամակ, որ ձեր գրությունը ստացել ենք, ինչ որ մի հատ 50,000-անոց տուգանք են դրել այս Babert Construction ընկերության տնօրինության վրա, չգիտեմ ինչ, բայց դա հարցի լուծում չի։ Փոխանակ գային, խախտել են նրանք օրենքը, ոչ մեկի հետ համաձայնագիր չի կնքվել պատճառվելիք վնասների հատուցման վերաբերյալ, ոչ մեկի։
Լավ կլինի կգանք, կնայենք, սենց ինչքան կարելի է։ Հիմա իրանք որ վերջացնեն, հետո մենք ումից ինչ պահանջենք, ոչ մեկից։ Մենք այսքան ժամանակ մի տարի հավատալով իրանց խոստումներին լավ կլինի սենց ձայն չենք անել, բայց արդեն սենց ապրել չի լինի։